90% դեպքերում լեղաքարային հիվանդությունը ավարտվում է խոլեցիստեկտոմիայով, այսինքն լեղապարկի տոտալ հեռացումով։ Սա ստրես է իհարկե օրգանիզմի համար, մեկ ստրես, եւ երկրորդ ստրեսը, երբ օրգանը ամբողջապես է հեռացվում, եւ ինչ ստիպված մարդիկ արդեն պետք է իրենց կյանքը շարունակեն առանց լեղապարկի։ Համախտանիշի առկայության պարագայում ինչ կանգատներ կարող են լինել մարդկանց մոտ։ Լեղապարկի վիրահատությունից հետո առաջանում է պոստխոլեցիստեկտոմիկ համախտանիշ, որը կարող է արտահայտվել նորից ցավերով աջ թուլակողում, եւ հիվանդները հաճախ նշում են կարծես թե բժշկուհի ջան, իմ լեղապարկը չեն էլ հեռացրել, կարող է արտահայտվել ջրիկ կղանքով, կարող է դիտվել ճարպոտ ուտելիքի անտանելիություն, վքնածություն, գղտոց, դառնահամություն բերանում, վքնածություն, գազերի կուտակում, քանի որ լեղապարկը հեռացնելուց հետո ինչ է կատարվում, այն ռեզերվուարը, որի մեջ հավաքվում է լեղին, այժմ չկա։ Ինչ է կատարվում, արտադրված լեղին, լեղածորանները կա, որտեղ արտադրվում է լեղին, անդադ հետ է գնում, հետհոսք է կատարվում դեպի ստամոքսի լորձաթաղանթ, որը բերում է հետհոսքային լեղային գաստրիտի առաջացմանը, որը կոչվում է ռեֆլյուքս գաստրիտ, այսինքն ռեֆլյուքս գաստրիտը հենց առաջանում է լեղապարկի վիրահատությունից հետո, որը կարող է սկզբնական շրջանում բերել ստամոքսի բորբոքման, այնուհետև նաև կարող է նաև էրոզիաների եւ խոցերի առաջացման պատճառը հանդիսանալ։ Ինչ կանոններ կան, որոնց հետևելու պարագայում մենք կխուսափենք հետագա բարդություններից լեղապարկի վիրահատության դեպքում։ Լեղապարկի վիրահատությունից հետո իհարկե պետք է պահպանել համապատասխան դիետոթերապիա, պետք է ունենալ դուք։ Պետք է սնվել օրական 4-5 անգամ փոքր քանակներով։ Պետք է խիստ սահմանափակել ճարպոտ ուտելիքի քանակը, որպեսզի դուք չունենաք այդ ջրի կղանքը, որը շատ հաճախ մարդիկ բողոքում են։ Պետք է ընդունեք համապատասխան ֆերմենտներ, ցավային սինդրոմի ժամանակ պետք է օգտագործեք սպազմոլիտիկներ, եւ իհարկե ճիշտ կլինի, որպեսզի դուք իհարկե լեղապարկի վիրահատությունը կատարվեց, մեկ հարցը լուծվեց, բայց լեղապարկի վիրահատությունից հետո առաջանում են նման սիմպտոմներ, որի համար դուք պետք է անպայման դիմեք բժշկի, տվյալ դեպքում գաստրոենտերոլոգի, որը ձեր հետագա կարեկցիան կանի բուժման հարցում։